Այսօր ուզում եմ խոսել Ալեքսանդրապոլ Լենինականի սպորտային ավանդույթների մասին, ավելի կոնկրետ ֆուտբոլային ավանդույթների մասին։ Այդ ավանդույթները ավելի քան 100 տարվա պատմություն ունեն եւ սկսվում են 1916 թվականից, համենայն դեպս ես առաջին անգամ հրապարակման հանդիպել եմ հենց այդ թվականին վերաբերվող ֆուտբոլային խաղի մասին։ Կարսի եւ Ալեքսանդրապոլի թիմերի միջև է տեղի ունեցել այդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է 16 թվականի ամռանը Ձիթողցյանների Զաբոր կոչվող հատվածում, այնտեղ շատերը կհիշեն, հիմա սովետի շրջանում տեքստիլ կոմբինատը կառուցվեց, մանվածքային ֆաբրիկան եւ այդ մանվածքային ֆաբրիկայի տարածքում, որը հարթ տարածք է, այն ժամանակ տեղի է ունեցել այդ ֆուտբոլային հանդիպումը։ Ալեքսանդրապոլի թիմը հիմնականում բաղկացած է եղել առևտրական ուսումնարանի սաներից։ Թիմի ղեկավարը եղել է Հովսեփ Ծաղիկյանը, իսկ թիմի մարզիչը Գուրգեն Աթայանը։ Ֆուտբոլային այդ հանդիպումը ավարտվել է կարսեցիների հաղթանակով։ Ականատեսները նշում են, որ այդ դաշտինքից կազմակերպվել է բուֆետ, մրգերով եւ այլ ուտեստեղեններով, ինչպես նաեւ գարեջրով։ Գարեջուրը այդ ժամանակ բավականին հարգի խմիչք էր Ալեքսանդրապոլում եւ հենց այդ հատվածում էլ գտնվել է նաեւ Ձիթողցյանների գարեջրի գործարանը։ 16 թվականից հետո կրկին մի շարք հանդիպումներ տեղի ունեցել են Կարսի եւ Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Դրանից առաջ Կարսում է տեղի ունեցել այդ ֆուտբոլային հանդիպումը։ Եվ ահա 1918 թվականին ֆուտբոլային գործը Հայաստանում նոր մակարդակի վրա է դրվում շնորհիվ Վահան Չերազի, ով գալիս է Պոլսից իր ընկերների հետ, եւ այստեղ արդեն Ալեքսանդրապոլի որբանոցի սաներով կազմակերպում է ֆուտբոլային թիմեր, ոչ միայն ֆուտբոլային թիմեր, այլ տարբեր մարզական ակումբներ թիմեր է ստեղծում, մարզում է որբերին, եւ այդ ակումբներից մեկը արդեն Ալեքսանդրապոլի որբերից բաղկացած Ալեքսանդրապոլի թիմն էր, որը կոչվում էր Վարդան Զորավար կամ Մեծ Վարդան անունով, տարբեր հիշատակումներ կան, եւ 1920 թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունենում Երևանի եւ Ալեքսանդրապոլի թիմերի միջև առաջին պաշտոնական հանդիպումը։ Հավանաբար կարելի է համարել, որ դա Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ առաջին պաշտոնական հանդիպումն էր։ Օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումը եղել է Երևանում, անգլիական այգում, այնտեղ Ալեքսանդրապոլի թիմը մրցել է Երևանի սպորտ ակումբ թիմի հետ, սպորտային ակումբ թիմի հետ եւ 1-0 հաշվով պարտվել է եւ պատասխան խաղը ահա տեղի է ունենում Ալեքսանդրապոլում 1920 թվականի սեպտեմբերի 26-ին։ Այս դաշտը, որ դուք տեսնում եք, հենց այստեղ է անցկացվում, դիմացը գտնվում է ռուսական ուղղափառ եկեղեցին։ Այդ հուշագրությունների մեջ Վահան Չերազի նշվում է, որ այդ խաղը անցկացվել է Կազաչի պոստում, Կազաչի պոստի ռուսական եկեղեցուն հարակից դաշտում, որը հենց սա է, բավականին հարթ տարածք է, ֆուտբոլային խաղի համար հարմարեցված։ Վահան Չերազը նշում է, որ խաղը բավականին հետաքրքիր է անցնում, հենց սկզբից առավոտյան մունետիկները շրջում են Գյումրու փողոցներում եւ տեղեկացնում են, որ ժամը 4-ին այդ օրը տեղի է ունենալու ֆուտբոլային հանդիպում, սակայն շատ քիչ ալեքսանդրապոլցիներ են գալիս։ Պատճառը հավանաբար այն է, որ շատ դժվար ժամանակներ էին 18 թվականին թուրքական օկուպացիան, դրա հետևանքները եւ 1920 թվականին, ինչպես գիտեք, արդեն Թուրքիան պատերազմ է սանձազերծում Հայաստանի դեմ սեպտեմբերի վերջին, հենց այդ օրերին է լինում։ Վահան Չերազը նշում է, որ Երևանի սպորտ ակումբ թիմը կրում էր մուգ կարմիր համազգեստ, իսկ Ալեքսանդրապոլի թիմը սպիտակ եւ սև։ Խաղը բավականին դիտարժան է լինում, օրենքով ամեն ինչ կազմակերպված, դատավորով, հանդիսատեսներով, խաղի կանոններով, բայց սուլիչը ասում են, որ շատ է հնչել այդ խաղի ընթացքում, հավանաբար նույնիսկ նշում է, որ շատերը չէին հասկանում, թե դատավորը ինչի համար է սուլում։ Մի խոսքով այդ խաղում եւս Ալեքսանդրապոլը 1-0 հաշվով պարտվում է, Վարդան Զորավար կամ Մեծ Վարդան թիմը պարտվում է։ Անհատապես թիմի անդամները շատ լավ խաղ են ցույց տվել, բայց ընդհանուր թիմային այդպես խաղը չի ստացվել, դրա համար էլ պարտվել են։ Դրանից հետո, ինչպես գիտենք, արդեն
թուրք-հայկական պատերազմ է սանձազերծվում Թուրքիայի կողմից, Թուրքիան ներխուժում է Հայաստան, օկուպացնում են 6 ամսով Գյումրին եւ բնականաբար այս ընթացքում ինչ որ ֆուտբոլային, սպորտային կյանքի մասին խոսելը անիմաստ զբաղմունք էր, իսկ արդեն խորհրդային կարգերի հաստատումից հետո սպորտը, ֆուտբոլային կյանքը կրկին նոր որակ է ստանում Ալեքսանդրապոլում, հատկապես էլի մեծ դեր են խաղում որբանոցի սաները, որոնց ակտիվ ներգրավում են տարբեր սպորտային ակումբներում եւ բավականին մեծ հաջողությունների են հասնում։ Այսպես մենք կարող ենք արձանագրել, որ Ալեքսանդրապոլում սպորտային կյանքը սկսվել է դեռևս 100 տարի առաջ, ավելի քան 100 տարի առաջ եւ բոլորովին պատահական չէ, որ Գյումրին այժմ կրելով այդ ավանդույթները, շարունակաբար իրար փոխանցելով այդ ավանդույթները համարվում է սպորտային մայրաքաղաք եւ պատահական չէ, որ այդքան մեդալներ հենց Գյումրի են գալիս։